Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը նպատակը փոփոխություն ծրագրի ավարտին նախադպրոցական կրթության համակարգի խնդիրների, պահանջների եւ զարգացման հնարավորությունների մասին վերլուծություն ներկայացրեց։ Ծրագիրը միտված էր Վանաձոր համայնքում գործող նախակրթարաններում աշխատանքի որակի, սոցիալ-հոգեբանական մթնոլորտի, սոցիալական արդարության բարելավմանը։ Թեև ծրագիրն իրականացվեց Վանաձորում, բայց առաջ քաշվեցին համակարգային լուծումներ պահանջող խնդիրներ։ Սկսեցինք ուսումնասիրել մնացած բոլոր մանկապարտեզները եւ ընդհանուր առմամբ սա դարձավ շահերի պաշտպանության մի ծրագիր, որը միտված էր Վանաձոր համայնքում մանկապարտեզների որակի, աշխատանքի որակի, սոցիալ-հոգեբանական, սոցիալական արդարության եւ այլ մնացած բնագավառների բարելավման, լավարկման։ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտել ինչպես մանկապարտեզների աշխատակիցների, այնպես էլ երեխաների, ծնողների եւ խնամակալների դիտարկումները, վերաբերմունքն ու փորձառությունը համայնքային նախակրթարանների գործունեության, ֆինանսական վճարումների, կրթադաստիարակչական միջավայրի եւ հաղորդակցման մեխանիզմների վերաբերյալ։ Առաջարկվում է նոհերի գործունեությունը կարգավորող ենթահորինսդրական ակտերով սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի համայնքային նոհերը պետք է հրապարակեն իրենց տարեկան բյուջեները, ծնողական վճարների առկայության դեպքում դրանց նպատակը եւ օգտագործման ուղղությունները։ Օրինակի համար իրենք պետք է գնեին 5 զարգացման խաղալիք, արդյոք իրենք գնել են 5 զարգացման խաղալիք եւ այդ 5 զարգացման խաղալիքի յուրաքանչյուրի արժեքը քանիս է եղել։ Ոչ թե օրինակի համար դիցու պայմանական վերցնենք 5 խաղալիքի համար 10,000 դրամ, այլ 5 խաղալիքի համար յուրաքանչյուր խաղալիք 2,000 դրամ, որպեսզի այդ բյուջեն լինի կառավարելի եւ բնականաբար ծնողները իմանան թե այդ գումարները կոնկրետ ինչի վրա է ծախսվել։ Վանաձոր համայնքի 23 նախակրթարաններ 2000 երեխա է հաճախում։ Կազմակերպությունը հարցումներ է իրականացրել դրանցից 17-ում, քանի որ մյուս 6-ը առ այսօր լիցենզավորված չեն։ ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ չլիցենզավորված նախակրթարաններն առհասարակ գործելու իրավունք չունեն, բայց ըստ էության կա ներքին պայմանավորվածություն, այսինքն հավելյալ ծախսեր չանելու համար, որովհետեւ լիցենզավորման գործընթացը ինքը բավականին բարդ գործընթաց է եւ բավականին շատ չափանիշներ կան, որոնք որ պետքա այդտեղ փաստացի առկա լինեն։ Քաղաքացու տեսանկյունից ցանկալի է, որ այդ լիցենզիան լինի, բայց եթե մինչեւ այսօր այդ լիցենզավորման գործընթացը չկա, ուրեմն չի եղել քաղաքական կամքը։ Վանաձոր համայնքում նախակրթարանների վճարաչափերը կազմում են 4-ից 5000 դրամ, որը սահմանում է ավականին։ Բացի ամսավճարից, որքան հաճախ եք այլ գումարներ հավաքում հարցին, 56 հարցվածների 26.8%-ը պատասխանել է ժամանակ առ ժամանակ, տարեկան 5-6 անգամ, 46.4%-ը պատասխանել է արտակարգ դեպքերում, տարեկան 1-2 անգամ։ Հաճախ ամեն ամիս կամ գրեթե ամեն ամիս պատասխանել է հարցվածների 16.1%-ը։ Երբեք որևէ տեղ դրամահավաքությունը չի լինում կամավոր, եթե դա հիմնադրամի նվիրատվություն չի։ Հակառակ պարագայում ստեղծվում է սոցիալական անարդարություն, ինչ ամբողջական քննիով նույն հարցողներն չի ասում, որ միտեղ բարբերաբար են հավաքում, միտեղ բարբերաբար չեն հավաքում, միտեղ մի քանի ամիսը մեկ են հավաքում։ Ինձ ասում են, որ համայնքապետարանի ընդդակայության տակ գործող 23 մանկապարտեզները չունեն նույն իրավական միջավայր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ գրեթե 1 դրամ չի հավաքվել ծնողական խորհրդից, որը կտրամադրվի տվյալ մանկապարտեզում հաճախող երեխաների սննդի համար, անկողնային պարագայի համար։ Բյուջե 360 ծրագրով իրականացրած մոնիթորինգի հիման վրա պարզ է դարձել, որ Վանաձոր համայնքի թիվ 4 նախակրթարանը կառուցվել է խախտումներով, առանց հրդեհային մուտքերի պահպանության եւ համապատասխան բակի առկայության։ Որքան են անվտանգ համարում քաղաքացիներն իրենց երեխայի միջավայրը հարցին, շատ անվտանգ կամ անվտանգ է պատասխան է տվել հարցվածների 76.8%-ը, իսկ 23.2%-ը իր երեխայի միջավայրն անվտանգ չի համարել։ Հիմա մենք ունենք օրինակ 8-րդ մանկապարտեզ, որ պատրաստ է, որը գործում է, որը աշխատում է, որ նոր կառուցված մանկապարտեզ է, որը չունի լիցենզիա։ Եվ սա էական խնդիր է, որովհետև չունի լիցենզիա, դու չգիտես իրականում չի համապատասխանում չափանիշներին քաղաքաշինական, թե չի համապատասխանում ինչ-որ փաստաթղթային առումով։ Բայց եթե քաղաքաշինական է, վաղը գուցե դա դառնա շատ մեծ պատմություն, որովհետև կարող է վաղը այդ շենքը ուղղակի փլվի։ Եթե մենք 300 մանկապարտեզ կառուցելու ենք քաղաքական դիվիդենդների համար եւ ասենք, որ մենք 300 մանկապարտեզ ենք կառուցել կամ վերանորոգել եւ անունը դնենք, որ մենք դա արեցինք, ապա
Իմ կարծիքով դա մեզ պետք չէ։ Վանաձորի նուհերն ունեն 300 աշխատակից, որոնց սոցփաթեթները տարեկան կարժենա 38 միլիոն 880 հազար դրամ։ 32 աշխատակիցների հիմնական մասը հայտարարում է, որ իրենք աշխատանքային օրինական պայմանագրով են աշխատանքի անցել։ Հարցվածների 44.4%-ը իր աշխատանքային պայմանների բարելավման համար որպես կարևոր փոփոխություն տեսնում է սոցիալական փաթեթների առկայությունը, 20%-ը աշխատավարձերի բարձրացումը։ Աշխատակիցները, որոնք սերունդ են կրթում, կառավարման աստիճանակարգի մեջ ամենացածր օղակն են ֆինանսական առումով։ Ու սա նորմալ չի։ Մենք այս հարցն ենք բարձրացնում, որ պետք է անպայման քայլեր մշակել, ձեռնարկել, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Դառնում է արդեն կարևոր հարց, որովհետեւ եթե կրթողը շատ ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ է լինում, դժվար է ակնկալել, որ պետք է սերունդ պատրաստի, որը որ կլինի վաղվա Հայաստանի Հանրապետության պահանջներին համապատասխան, որը պետք է լինի միջազգային պահանջներին համապատասխան քաղաքացու որակ։ Առաջարկությունների փաթեթի զգալի մասն ընդունվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, բայց Վանաձոր համայնքի հավաքանու անգործությունը մի շարք խնդիրների լուծումը շարունակում է թողնել օդում կախված։ Այստեղ ներկա է ընդամենը 2 հավաքանու անդամ։ Սա անպատասխանատու քայլ է նախ երեխաների նկատմամբ, երկրորդ համայնքի ամբողջ համայնքի բնակչության եւ համայնքի նկատմամբ։ Այդ անգործությունը ինքը հանգեցնում է նրան, որ ծնվում է ի վերջո անպատասխանատվություն կառավարող ուժի կողմից եւ ստեղծում է մի իրավիճակ, երբ որ այլևս գնալու տեղ չես ունենում, այսինքն ուր է գնաս, միևնույնն է չես կարողանում ինչ-որ կիզակետի հասնել։ Նելի Դավթյան, Արմեն Հարությունյան, Մեդիա Ակումբ լուրեր։